Միաժամանակ քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչը Սահմանադրական դատարանում պնդում է 3 պնդել է, որ խախտումները, այդ թվում ընտրակաշառքը, չեն ունեցել այնպիսի ազդեցություն, որ ազդեին ընտրությունների արդյունքների վրա։ Խնդրում եմ հստակ պատասխանել, ինչպես կարող են միաժամանակ ճիշտ լինել 2 պնդումները, որ որոշ ուժերի ստացած քվեները ընտրակաշառքի արդյունք են, բայց ընտրությունների ընդհանուր արդյունքը լիարժեք արտացոլում է ժողովրդի ազատ եւ իրական անխաթար կամքը։ Դուք ձեր հարցում իմ պատասխանը արդեն նշեցիք, ուստի ես այլևս այդ հարցին չեմ անդրադառնա, Մատնանշեք իմ նշած պատասխանը։ որովհետև ասացի, որ այդ խախտումները եղել են, հավել եմ, որ ես ասել եմ նաև, որ այդ խախտումները պետք է արժանանան ամենախիստ քրեաիրավական գնահատականի, բայց ընտրական արդյունքների վերջնարդյունքի համատեքստում դրանց ազդեցությունը մենք չենք կարող գնահատել եւ այն իրողությունը, որ կա այսօր, ցույց է տալիս, որ ժողովուրդը կարողացել է հաղթահարել ժողովրդական կարգի տապալման փորձը եւ իրացնել իր ընտրելու իրավունքը։ Հետևաբար գտնում ենք, որ ընտրությունների արդյունքը անվավեր չի կարող ճանաչվել։ Եթե 2 պնդումներն էլ ճիշտ են, ինչպես դուք եք նշում, ապա խնդրեմ մեկնաբանել, ինչպես է ստացվում, որ մի քանի քաղաքական ուժ իրենց ձայները ստանում են ընտրակաշառքի միջոցով, դրանց հիման վրա ձեռք են բերում մանդատ ստանալու իրավունք, գալու են ազգային ժողով եւ պետության քաղաքականությանը այդ թվում մասնակցեն որպես ընդդիմություն, բայց միաժամանակ ընտրությունները ձեր գնահատմամբ լեգիտիմ են։ Եթե դուք շատ հաճախ եք հայտարարում, որ իշխանությունը ձևավորված է 2 մասից՝ կառավարություն, իշխող մաս եւ ընդդիմադիր մաս։ Հիմա այդ ընդդիմադիր մասը ձեր ղեկավարի բնորոշմամբ ձևավորվել է ապօրինի եղանակով։ Այդ դեպքում ամբողջ գլոբալ իմաստով իշխանությունը ոնց կարող է լեգիտիմ լինել։ Նախ վարչապետը երբևէ չի ասել, որ այդ դատողությունների արդյունքում ընտրությունների վերջնարդյունքը պետք է դրվի կասկածի տակ։ Այնինչ ասվել է, վերաբերել է ընտրակաշառքի դեպքերին եւ հանդիսացել է քաղաքական գնահատական, ինչը չի բացառում եւ հակառակը նույնիսկ չպետք է բացառի վարույթ իրականացնող մարմինների կողմից տրվելիք գնահատականը։ Ես երեք շատ երկար խոսեցի այն թեստի մասին, որը սահմանում է Վենետիկի հանձնաժողովը, ինչպես նաև դրան անդրադարձ էր կատարել նաև Սահմանադրական դատարանի իմ կողմից նշված որոշումներում, որ ընտրությունների արդյունքն անվավեր ճանաչելը բացառիկ միջոց է, եւ դա չի կարող կապվել մեկ կամ մի քանի խախտումների հետ, եւ դրա համար պետք է ծանրակշիռ պատճառ։ Եվ մեր պնդումն այն է, որ տեղի ունեցած դեպքերը այն աստիճան ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքի վրա, որ մենք մի կողմ թողնենք այն քաղաքացիների ձայնը, քվեները, որոնք տրվել են ազատ ու արդար ընտրությունների կազմակերպման համատեքստում եւ ասենք, որ ընտրություններն անվավեր են։ Միևնույն ժամանակ կրկին ուզում եմ շեշտադրել այն արատավոր երևույթները, որոնք տեղի են ունեցել process-ի ընթացքում, պետք է արժանանան ամենախիստ քրեաիրավական գնահատականի։ Ամբողջովին համաձայն լինելով, որ պիտի արժանանան այդ խիստ գնահատականին, ամեն դեպքում չի կարող լինել ընտրական process-ում ձևավորված մի հատվածը լեգիտիմ եւ մի հատվածը ոչ լեգիտիմ։ Չի կարող լինել մեծամասնությունը, ում որ ձայներ են տվել քաղաքացիները, այդ ձայները լինեն մաքուր եւ արժանահավատ, բայց ընդդիմությանը տրված ձայների հատվածը լինեն ոչ ձեր հարցը ձևակերպել։ Ուզում եմ հարցը ձևակերպեմ, պիտի պարզաբանեմ, որ ձևակերպեմ։ Չէ, դուք արդեն ուղղակի եզրափակիչ խոսքի տարեր եք պայմանագում։ Շատ լավ։ Հիմա փորձեմ կոնկրետ հարցը ձևակերպել։ Պարոն Փաշինյանը հստակ հայտարարել է, որ ընդդիմության ստացած ձայները ընտրակաշառքների արդյունք են։ Հետևաբար, այդ տրամաբանությունից ելնելով, դա ուղիղ ազդեցություն է այդ ընտրակաշառքների երևույթը ուղիղ ազդեցություն է ունեցել ընտրական process-ի վրա, այդ պատճառով էլ ընդդիմությունը ստացել է այն քանակը ձայների, որոնք որ ստացել է։ Հիմա դիսոնանս չեք տեսնում ձեր արտահայտած դիրքորոշման եւ նման փաստի միջեւ։ Ես մի քանի անգամ արդեն շեշտեցի,
կան իրավական գնահատականներ, կան քաղաքական գնահատականներ։ Քաղաքական գնահատականները հիմնվում են կոնկրետ իրավիճակում, կոնկրետ իրադրության վրա եւ այն իրականության վրա, որին մենք բոլորս ականատես ենք եղել, բայց դրանից զատ կան նաեւ իրավական գնահատականներ։ Իրավական գնահատականները յուրաքանչյուր կոնկրետ դեպքում տրվելու են քրեական գործերի շրջանակներում եւ իրավական գնահատականը ընդհանուր երևույթին եւ իր ամբողջության մեջ, ամբողջ համատեքստի մեջ տրվելու է Սահմանադրական դատարանում։ Շատ լավ։ Այդ դեպքում կրատեք Ես երկու ձեր թույլտվությամբ լրացնեմ էլի։ Տեսեք, իրականում ձեր այս հարցերի շարքի որոշակի տրամաբանության հետ ես որոշակի խնդիր ունեմ, որովհետև դուք փորձում եք մի այսպիսի տրամաբանություն կառուցել, որ եթե եղել է արձանագրում, որ process-ում եղել է խնդիր, ուրեմն դա անխուսափելիորեն այդ խնդրի չափը հասնում է այն մակարդակին, որ պետք է հանգեցնի ընտրությունների անվավեր ճանաչման։ Այս տրամաբանությունը սխալ է, այն տրամաբանությունը, որ եթե ամբողջությամբ ընտրությունները 100%-ով անարատ չեն անցել այդ պայմաններում ընտրությունները պետք է անվավեր ճանաչվեն, կբերի նրան, որ ոչ մի ընտրություն երբևիցե չի անվավեր ճանաչումից չի խուսափի, որովհետև այս դահլիճում գտնվող բոլոր դերակատարները եւ միջազգային մասնագետները ընտրական իրավունքի միշտ արձանագրում են, որ ընտրությունների ընթացքում լինում են խախտումներ։ Այդ արձանագրումից ի վեր արդեն իսկ փաստվում է, որ 100% անարատ գործընթացի հետ մենք խնդիր չունենք։ Սահմանադրական դատարանի առաջ դրված հարցը իմ հասկանալով այն է, արդյոք այդ ոչ այսինքն այդ արատավոր երևույթները իրենց մասշտաբով հասնում են այն մակարդակին, որպեսզի ընտրությունները անվավեր ճանաչվեն թե ոչ, մեր պնդումն այն է, որ ոչ, եւ Հայաստանի Հանրապետության վարչապետը երբևիցե հակառակի մասին, այսինքն մեր պնդմանը հակասող պնդում հրապարակավ չի արել։ Տվել է քաղաքական գնահատականներ, որոնք, ինչպես Տիկին Գալյանը շատ ճիշտ նշեց, պետք է տարբերակել իրավական գնահատականներից։ Շնորհակալություն։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, որ պարոն Փաշինյանի գնահատական անդիմության ստացած ձայների վերաբերյալ զուտ քաղաքական գնահատականը եւ իրավական եւ փաստացի առկայության հետ որևէ առնչություն չունի։ Ոչ ճիշտ չեք հասկանում, այսինքն վերջի հատվածը սխալ եք հասկանում եւ ճիշտ եք հասկանում այն հատվածը, որ պարոն վարչապետը քաղաքական գնահատականները հնչեցրել, իրավական դիրքորոշումը քաղաքացիական պայմանագիր կուսակցության հնչում է հիմա իմ կողմից, Տիկին Գալյանի կողմից եւ Տիկին Ջուլհակյանի կողմից այս նիստի ընթացքում։ Բայց այն հատվածը, որ ասում եք իրականության հետ աղերս չունեն, ճիշտ եմ հասկանում այդ հատվածը, ոչ ճիշտ չեք հասկանում։ Պարոն վարչապետի քաղաքական գնահատականները իրականության հետ 100%-ով ճշգրիտ են եւ համընկնում են։ Դուք կիրառեցիք 100%-անոց անարատ ընտրություններ տերմինները։ Խնդրում եմ պարզաբանեք ձեր ընկալմամբ քանի տոկոսանոց անարատ ընտրություններ են եղել։ Ես նման գնահատական չեմ կարող տալ, ես իմ դիրքորոշումը հանգում է հետևյալին, որ մենք չենք ունեցել սույն ընտրությունների ընթացքում արատավոր երևույթների այնպիսի մասշտաբ, որը պետք է հանգեցնի անվավեր ճանաչմանը։ Հիմա 87%-ով, 87.4%-ով, թե 95%-ով էական չի, էական է վերջնական դիրքորոշումը իմ կարծիքով, որ արդյոք ունենք նման մասշտաբ, կարծում եմ, որ չունենք եւ կարծում եմ, որ բարձր դատարանի որոշմամբ էլ նույնը պետք է արձանագրվի դիմումները մերժելու տեսքով։ Շնորհակալություն։